պատասխանենք ձեր հարցին։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, շնորհակալություն այսօր այստեղ լինելու համար։ Փորձեմ շատ հակիրճ նկարագրեմ ինչ ա եղել վարչական վարույթում շատ կարճ դատարանում ու եթե հարցեր կլինեն արդեն ավելի առարկայական պատասխանենք, ըստ էության եւ վարչական վարույթի լսումները եւ դատական գործընթացը համարյա ամբողջությամբ ուղիղ եթերով բավականին շատ ԶԼՄ-ներով տարածվել է։ Վարչական դատարանում բողոքարկել ենք ՀԾԿՀ որոշումը, որով որոշվել էր հետի լիցենզիայի ձրկել, բաշխի ցանցերի լիցենզիայի ձրկել, համապատասխանաբար, եթե հիշեցման կարգով, 7 հատ կետ էր դրված լիցենզիայի ձրկելու համար, սա մեկ Ամերիկայում կեսկատակ ասում են 2 հատ սմահ են տվել 3 հատ չգիտեմ ինչ, ՀԾԿՀ-ն որոշել էր 7 առանձին հիմքերով ձրկել լիցենզիայից։ Դատարանում քննարկել ենք բոլոր 7-ը, ընդ որում 6-ը առանձին հիմքեր են, 7-րդը 8 կետից բաղկացած հիմք է։ Եվ դատական նիստերը բավականին ինտենսիվ են եղել եւ վերջին դատական նիստը ավարտվել է առավոտյան ժամը 3-ից քանից, այսինքն ամբողջ գիշեր վերջին նիստը 13 ժամ ա տևել, ընդ որում ոնց որ դրա նախորդ օրը շաբաթ կիրակի ունեցել ենք նիստ եւ նիստերի ժամանակ հնարավորություն ենք ունեցել քննարկել ապացույցները։ Ովքեր դիտել են դատական նիստերը կտեսնեին, որ Այն հիմնական փուլը, այն դատաքննությունը, որտեղ ապացույցների հետազոտում պետք է տեղի ունենա եւ ակնկալվում էր, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է շատ հստակասի այս խախտումը հաստատվում է այս ապացույցով, դրան պատրաստ չէր եւ ամեն անգամ ամեն հարցի քննարկելուց բավականին երկար ապացույցներն էին նայում, փորձում էին ասեն, որ փաստաթուղթը որի հետ համադրենք Եվ արդյունքում ակնհայտ էր, որ հանգամանքները չեն հաստատվում։ Դες բոլորին տպած վերել եմ դատական ակտի համառոտագիրը։ Հիմա կբացատրեմ ոնց ենք դա կազմել։ Ըստ էության դատական ակտը հրապարակային առկա է, ցանկացած մարդ կարող է մտնել ադմինիստրատիվով պոյս տալ, բայց նաև կարճ հղումով տարբերակը առցանց կա, կարող եք այնտեղից ներբեռնել, հղումը կա, մոբիլիով, կարճ անունով։ Դատարանը ինչ եմ արել, ընդամենը գրել եմ խախտումը, արձանագրումը, խախտումը, արձանագրումը, խախտումը, արձանագրումը։ Այսինքն դատարանը ինչ է արձանագրել։ Սկսեմ ամենավերջին կետից, հետո դատարանը առաջին, երկրորդ, երրորդ կետերը համարել է չհիմնավորված եւ 7-րդ կետը համարել է չհիմնավորված։ Ուժի մեջ է թողել 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերը, 6-1 կոչվածը, որը առանձին կետ է։ 5-6-ը վերաբերվում են երաշխավորություններին, շատ հակեր դրան կանդրադառնամ, նույն բանի մասին է, եւ 5-ը եւ 6-ի մեկը վերաբերվում են նույն գործողությանը, հետի կողմից ենթադրաբար երաշխավորություններ տրամադրելուն, 4-րդը վերաբերվում է հետի կողմից ՀԾԿՀ-ին տեղեկատվություն տրամադրելու, սխալ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն տրամադրելուն։ Հիշեցման կարգով, առաջին կետով արձանագրել էին ՀԾԿՀ-ում, որ ԲՀ համակարգը, այսինքն այն համակարգը, որ 30 րոպե կտրվածքով տեղեկատվություն պետք է պահի, ընդ որում եթե կհիշեք բավականին շատ քննարկում եղավ տեղեկատվությունը ամբողջությամբ կորվել, ոչ ամբողջությամբ կորել, այդտեղ եթե ճիշտ եմ հիշում, կների մի մասը պարզաբանեցին, հետո մի հատ էլ պարզաբանեցին։ Փաստը այն էր, որ արձանագրել են, որ կորել է։ Մենք եւ նիստի ժամանակ հանձնաժողովում եւ դատարանում ասում ենք դա տես չի էլի, որ նայեցի չկա։ Դա ենթադրում է որոշակի փորձագիտական process, պետք է պարզել կորել է, չի կորել, ինչի է կորել, ինչի չենք տեսնում։ Եթե կհիշեք նիստի ժամանակ ՀԾԿՀ-ում ասեցին, դե մենք երեկոյան նորից բացեցինք, նայեցինք, չեն գտել այդ տվյալները, ուրեմն այդ տվյալները կորել են։ Ընդ որում դրանից պատմեցին շատ դրամատիկ, որ մեր բոլորի մասին տեղեկությունները մի կոճակի սեղմումով մի գիշերում անհետացել են անվերադարձ, դա գրված է ակտի մեջ, անվերադարձ, որ դա հնարավոր չի վերականգնել, դատարանի կողմից արձանագրել է, որ հետևաբար դատարանը գալիս է այն եզրահանգման, որ որոշման առաջին կետով արձանագրված իրավախախտումը ապացուցված չէ բավարար եւ պատշաճ ապացույցներով։ Ընդ որում, եթե տեքստը կարդաք, կտեսնեք, որ ասում է փաստը ներկայացվել է որպես դիտարկման արդյունք, այսինքն վարչական մարմնի սեփական ընկալում։ Չկա որևէ արտաքին կամ անկախ աղբյուր, օրինակ տեխնիկական փորձաքննություն կամ աուդիտ, որը կհաստատի, որ տվյալները իսկապես չեն գրանցվել, ջնջվել չակյատներով, անշված ավելին նիստի ժամանակ, որ ասեցինք, լավ, սերվերում փորձել եք նայեք, ասեցին չէ։ Մենք ուղղակի ծրագիրը բացել ենք, չկար, համարեցինք, որ չկա, ջնջվել է ու դրա համար զրկել ենք լիցենզիայից։ Եթե լիներ տուգանք, եթե լիներ այլ պատասխանատվություն, կասենք լավ, ինչ որ միջամտության ավելի մեծ տարբերակ, բայց կրկնում եմ, չպարզելով զրկվել է լիցենզիայից։ Երկրորդ կետը դա ամենաքաղաքականապես շարժերթրորդ կետն է, որ
մտել են բոլորի գրպանները, հավելագրումների մասին էր խոսքը գնում, բազմաթիվ միլիոնավոր բաժանորդների մասին էր խոսքը գնում, երբ որ հեծը ընդհանուր առմամբ ունի 1,80,000 բաժանորդ, այսինքն 1 միլիոն կարանք ասենք, միլիոնավոր ամեն դեպքում չի կարող լինի, բայց այդ ձևակերպումներով, տենց հրապարակումներ եղան, հետո տարբեր քննարկումներ եղավ, դատարանն ընդամենը արձանագրել է հետևյալը. Այս պայմաններում ներկայացված թվային տվյալները թեև կարող են վկայել առանձին խախտումների առկայության մասին, չեն կարող ինքնին բավարար հիմք հանդիսանալ դրանց համակարգված բնույթը հաստատելու համար, քանի որ առանց հարաբերակցական գնահատման հնարավոր չէ եզրակացնել, թե արձանագրված դեպքերը կրում են զանգվածային եւ կրկնվող բնույթ, թե ունեն բացառիկ կամ դրվագային բնույթ։ Հետևաբար վարչական մարմնի կողմից համակարգված խախտումների վերաբերյալ արված եզրահանգումը չի ապահովում բավարար հիմքերով, մինչև էլ արձանագրել էր, որ նշված ընդհանուր ցուցանիշից չի բխում, թե կոնկրետ որ ժամանակահատվածում, որ հաշվիչների կամ որ անձանց գործողությունների արդյունքում է ձևավորված տարբերությունը։ Սա զուտ հիշեցնելու համար ասեմ, որ նիստի ժամանակ, որ ասում ենք, որ ապացույց, ինչ որ ապացույց էին մատնանշում, ասում են, այ այս ցուցանիշները, տեսեք, ինչ որ մեկի հաշվիչի ցուցանիշներն այստեղ սխալ է լրացված։ Ասում են, կարանք բացենք, բացում ենք, տեսնում ենք, ճիշտը սխալը դժվար է գնահատել, բայց տեսնում ենք, ապրիլը կա, մայիսը մի քիչ աճել է, հունիսը մի քիչ էլ աճել, հուլիսը մի քիչ էլ աճել, օգոստոսը նույն թիվն է, սեպտեմբերը նույն թիվն է, հետո մեկ էլ հաշվիչը վառվել է։ Ասում ենք, լավ, այսինչ ասում են, դե գիտեք ինչ կապ չունի, որ դա տեղի է ունեցել ժամանակավոր կառավարչի կառավարման ժամանակ, մեկը որ դե հեծում է խախտում է եղել։ Ասում ենք, լավ, բայց ասենք հեծին զրկում եք լիցենզիայից ենթադրյալ խախտումների համար, եթե զրկում եք լիցենզիայից ենթադրում է, որ հեծը պետք է պատասխանատվություն կրի, բայց պարզվեց, որ ինչ խախտումների վերահղում են անում, հիմա քանակների մասին էլ կասեմ ինչի մասին է, դրանք բոլորը տեղի են ունեցել օգոստոս, սեպտեմբեր, հուլիս, եթե դրանք խախտում են, սա էլ ուրիշ հարց է, որովհետև ապացույցների մեջ ակնհայտ հակասություններ կային, ասենք կա ապահավաքակցման ակտ, որը ստորագրված չի, որտեղ գրված է, որ այդ հաշվիչը հանելուց ինչ թիվ է եղել հաշվիչի վրա, եւ կա փորձագիտական եզրակացություն, որտեղ գրված է հաշվիչի ցուցատախտակը ընթեռնելի չի, հնարավոր չի տեսնել, փչացած է։ Ու մեկը չի, բազմաթիվ են տենց, այսինքն որ ապացույցը բացեցին կամ համարյա որ ապացույցը բացեցինք, նմանատիպ խնդիրներ կան։ Ամբողջ դատական նիստի ընթացքում ես երևի մի հատ գործով էր, որ ինչ որ հնարավոր շեղում կար, այն էլ միջև վերջ պարզ չէր ինչ էր, որովհետև ոնց որ որը բացեցինք, ցույց տվեցինք խնդիր կար, որը բացեցինք, ցույց տվեցինք խնդիր կար, իսկ ՀՑԿ-ի արգումենտը հետևյալն է, դե մեզ համար կարևոր չի ով է կառավարում, քանի որ հիմա ՀՑԿ-ն ես ստուգում եմ հեծին, հիմա շատ էլ որ ժամանակավոր կառավարիչն է, այդ խախտումները ես վերագրում եմ հեծին ու դրա հիմքով զրկում եմ, բայց ակնհայտ է որ դատարանը այդ մոտեցման հետ չի համաձայնվել եւ ինչն է շատ կարևոր, որ շատ հստակ արձանագրել է, որ հանձնում ընդունում չի եղել։ Հիմա գործընկերս պարոն Վազինյանը դրան ավելի մանրամասն կանդրադառնա։ Երրորդը վերաբերվում էր նոր սպառողների սպառման համակարգերի էլեկտրական ցանցի միացման գործընթացում թույլ են տվել միացման ժամանակների խախտումներ մեծածավալ եւ բազմակի դեպքերով։ Ներողություն, նախորդ կետում նաեւ վերաբերվում էր նաեւ թերգրանցումներ, այն արևային կայանների թերգրանցումները ելի նույն վիճակում էր, որտեղ որ բացում ենք ամսաթիվ ենք փորձում նայենք, եթե ինչ որ անոմալիա կար, դրանց խախտում լինել չլինելն է շատ բարդ համարել, դրանք բոլորը վերաբերվում էին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ավելին, թվերի հետ ակնհայտ մանիպուլյացիաներ կար։ Ասենք գրած է 130 բաժանորդի մոտ գտել են խախտում։ Դատարանը ասում են կարա ճշտենք, որ 130, ասում են դե 130-ից ստուգել ենք 3-ի մոտ կար։ Ասում ենք լավ է, խախտումը 3-ի մոտ, ասում այո, այդ որ ասել ենք 130, իրականում 130 չի, 3-ն է։ Ուղղակի 130, նոր սպառողների համար։ Չէ, նախորդ կետին նման դրած կն ասում ենք ուզում եմ դա էլ ցույց տամ, որ թվերի մանիպուլյացիաների հարցեր կա։ Ասում եմ 130 մի դրվագն եմ բերում։ Սևան քաղաքում 130 բաժանորդի մոտ գտել ենք այսքան կիլովատ-ժամի խախտում, 4 թիվ է գրած։ Ասում ենք լավ, կարանք ճշտենք որոնք են, ասում այս ապացույցները, ասում ենք այստեղ 3 է։ Ասում հա դե 130-ի որ ստուգել ենք 3-ի մոտ են գտել խախտում։ Ասում ենք լավ, բերեք մի տեսու չի։ Ես մենք 3-ը կարանք մի հատ ճշտենք ինչա, կա բանը, փորձակնությունը։ Փորձակնությունը գրված է թղթում, անհնար է իրականացնել։ Եվ չեմ կարող ճշտել սխալի ցուցիչը, բայց վրան ինչ-որ թվեր է գրած։ Ասում ենք, այս թվերը որտեղից է։ Մենք էլեկտրոնային թղթերն ենք տեսել դատական համակարգում, մենք միշտ ունենք սկաներ, ասում հայտ մատիտով գրվածները փաշվի մի արեք։ Ասում ենք, բայց դատարանում ապացույցի մասին ենք խոսում, ինչ որ մեկը մատիտով ինչ որ բան է գրել։ Պարզվում է, որ դիմել են ինչ որ արտադրող կազմակերպությանը, արտադրող կազմակերպությունը ինչ որ թվեր է տվել, այդ թվերը ֆիքսել են։
ու այդ թվերով էլ հակասություն չի առաջանում, եթե այդ թվերը ընդունենք ամբողջությամբ ճիշտ, վերաբերվում է կրկին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կամ հուլիս-օգոստոս ամիսներին։ Հիմա ինչ վերաբերվում է միացումներին, միացումների ժամկետների հետ կապված կրկին արձանագրվում է, որ այդ տեսեք միացումների ժամկետների հետ կապված կա լրջագույն խնդիրներ, ասում ենք լավ կլինի ապացույցներ, որովհետև տենց պնդումը լավ է, բայց ապացույցներ, որովհետև ինքնին միացման ժամկետների խնդիրը միանշանակ չի, որովհետև տարբեր կարգավորումներ կա, քանի կիլովատից ես միանում, ինչ պատրաստվածության աշճան կա, տարբեր պայմաններով, սենց ասենք, ժամկետները տարբեր են։ Ստանում ենք պատասխան, որ այս Excel-ի ֆայլն է։ Ասում եմ, մի հատ էլ Excel-ի ֆայլ կա, սա մեր աշխատանքային ֆայլն է։ Այդ ես խոսում եմ արդեն գիշերը ժամը 12:30 նիստի ժամանակ, երևի մեկի կողմերը։ Հետո երկար մի քիչ ժամ քննարկելուց հետո պարզվում է, որ չէ, երկուսն էլ աշխատանքային ֆայլ չի, այդ երկու ֆայլն էլ ուղարկվել է հեծից, այսինքն հեծից ասելով հասկանում ենք ժամանակավոր կառավարչի կողմից։ Ասում ենք, լավ, այս աղյուսակը, որ ուղարկվել է, ո՞նց է կազմվել։ Սրա հիմք հանդիսացող փաստաթղթերը կան, չկան, ինչ որ պարզաբանում կա, որտեղից է վերցրված։ Լավ, սա ինչ որ պաշտոնական համակարգից ինչ որ արտահանում ա եղել ուղարկելն։ Ասում եմ, չէ, մենք խնդրել ենք ձեռով լրացրել են։ Ասում եմ, մենակ էս է, ուրիշ ապացույց չկա, այսինքն չեք պարզել ում ենք ուշացրել, որտեղ ենք ուշ միացրել, ինչին ենք ուշ միացրել։ Չէ, ասում այսքանն է։ Ումա, այսպիսով ընկերության ժամանակավոր կառավարչի գրությամբ տրամադրված փաստաթղթի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ այն պարունակում է դիմելու ամսաթիվը ներողություն։ Վերևում երկար գրում ասում է, եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ դա կարելի է թույլատրելի համարել։ Որ այն պարունակում է դիմելու ամսաթիվ, պայմանագրի ներկայացման ստացման ամսաթիվ, վճարման օր, պատվերի բացման օր եւ այլն։ Հիմա ուշադրություն, բայց չկա որևէ սյունյակ կամ նշում, որը հստակ ասում է, հենց որ ամսաթվից է սկսվել ժամկետի հաշվարկը։ Այսինքն հաշվարկի մեկնակետը արտահայտված չէ որևէ հստակ չափանիշով։ Ավելին դե մի հատ սյունյակ կա վերջնաժամկետ, ասում եք, սա ոնց են հաշվել, լավ, կարանք սա իմանանք, ասում է, դե տարբեր է, հաշվել գրել են։ Իսկ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշում այդ ԵՑԲ կանոնները, որը ասում է ոնց պետք է միանա, մի հատ հոդված ունի։ Ասում է, երբ որ դու դիում ես, մնացած բոլոր ժամկետները կողմ դրած, երբ որ քեզ ասում են մենք պատրաստ ենք միացնել, դու պետք է գրա որ հավաստես, որ դու պատրաստ ես ընդունել, որովհետև ես որ կաբելը բերեմ հասցնեմ ձեր շենք ու դուք պատրաստ չլինեք, որ ես ինչ որ բանի միացնեմ, չեմ կարողանալու միացնել, դա վտանգավոր է, չեմ կարող տենց թողնեմ։ Ոնց որ կարգը, ընդորում դա ՀՑԿ-ի ընդունած կարգն է, ասում ենք, լավ, սրա հաշվարկով ամսաթիվ ասում է, չէ, ձեռով են լրացրել։ Նման պայմաններում դատարանը եզրահանգում է, որ տեղեկատվությունը չի պարունակում հաշվարկի հստակ մեթոդաբանություն, ժամկետի հաշվարկի մեկնակետ, հետևաբար որպես ապացույցային չի ապահովում այն աստիճանի թափանցիկություն եւ ստուգելիություն, որը թույլ կտա այն դիտարկել որպես բավարար եւ պատշաճ ապացույց միացման ժամկետների խախտումների համակարգային բնույթը հաստատելու համար։ Կրկին չի հաստատվել։ Հիմա 3 կետը ասեցի, 4-ը, 5-ը, 6-ը բաստողն են, վերջում կանդրադառնամ, արդեն եթե հարցեր կլինի դրանք կարճ եմ ասելու եւ վերջին 6-ի 2-ից 6-ի 9 կետերը կոչվածն է։ Դա ոնց որ եթե հիշեցնելու կարգով ունենք 6-ի 1-ից 6-ի 9 կետեր, հանձնաժողովը որոշեց 6-ի 1-ը ոնց որ առանձին հիմք է, լրիվ առանձնացրեց, 6-ի 2-ից 9-ը գումարային մի հատ հիմք է։ Ուղղակի հիշեցման կարգով նկարագրել եմ խախտումը, դատարանի արձանագրումը, խախտումը, դատարանի արձանագրումը։ Դատարանը բոլոր կետերով գտել է, որ դրանք հիմնավորված չեն։ Ընդ որում այդ 8 կետից մի 3-ով ասում է կարող է ինչ-որ թերացումներ, եթե օբյեկտիվորեն լինեն, դրանք չեն կարող համակարգային լինել, դրանք չեն կարող այնպեսին լինել, որ լիցենզիայի խախտում լինի, բայց եթե նույնիսկ մի կետը չլիներ, քանի որ դրանք համակցության մեջ որպես մի խախտում էին դիտել, միևնույնն է դա պետքա չդիտարկվեր։ Դա վերաբերվում է այնպիսի խախտումներին, ինչպիսին ուռճացված նախահաշիվներ են կազմել, դա վերաբերվում է գնումների գործընթացում ձևական մրցակցության եւ շուկայի ոչ լիարժեք ուսումնասիրություն։ Օրինակ սրա մասով ինչ արձանագրում արել դատարանը։ Դատարանը գտնում է, որ նման հանգամանքը ինքնին վկայում է մրցակցային գործընթացի առկայության եւ դրա արդյունավետության մասին եւ հակասում է վարչական մարմնի այն եզրահանգմանը, թե ընկերությունը համակարգված կերպով ձեռք է բերել ապրանքներ շուկայականից բարձր գներով։ Այսինքն վերլուծություններով ուղղակի հակառակն է ապացուցել, կրկնել է, որ չի ապացուցվում։ Ուրեմն ընկերության աշխատակիցներ եւ տեխնիկան օգտագործվել են կապալառում ընկերությունների կարիքների համար պնդում արել, ընդ որում դրա հիմքում դրվել է մի քանի բացատրություն ճակերտավոր ասած վկաների, որոնց խնդրեցինք ինչպես դատարանում միջև այդ էլ ՀՑԿ-ում հարցակննենք, լավ, մենք չհարցակննենք, ՀՑԿ-ին ասին կլինի, կանչեք դուք հարցակննեք։ Այդ մարդկանց տեսեք, հարցակննեք, որովհետեւ ինչ որ թուղթ է եկել, պարզ չի որտեղից ինչ հանգամանքներում, այսինքն Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ
կատարվել է հարցաքննություն եւ այլն։ Այսինքն չհարցակնվել դատարանը գտել է, որ դրանով որևէ ձև չի ապացուցվում պոտենցիալ խախտումը։ Արձանագրվեց մի շարք, ասենց հիմա առանձին չգնամ, ըստ էության մի հատ կետով մեղադրանք էր առաջադրվել նրա համար, որ կապալարու կազմակերպությունը չի վերանորոգում հաշվիչները, պարտավոր էր վերանորոգել, ասենք, բայց մեր տեղեկություններով այդտեղ գումարային խնդիր կա, առնվազն նյութերից մենք դա ենք տեսնում։ Պարզվեց, որ հա, Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է չվճարեն, որ հանձնարարել է չվճարեն, նրանք էլ որոշել են չկատարեն իրենց աշխատանքները, հետո պայմանավորվել են, որ կվճարի, աշխատանքները կկատարվի, բայց այստեղ չգիտեմ ինչի է ԾԿՀ-ն գտնում է, որ մեղավորը կրկին հեցնական նախկին մենեջմենտն է։ Երեք կետ, որը մնացել են ուժի մեջ, մեկը վերաբերվում է երաշխավորություններին եւ մեկը վերաբերվում է սխալ տեղեկատվությանը։ Ինչն է շատ կարևոր։ Սխալ տեղեկատվությունը ամենավերջին քննարկված կետն է։ Այսինքն քննարկել ենք գիշերը երկուսներ, երեքներ, այսինքն այդ կողմերն են քննարկել։ Եթե բացեք որոշումը կարդաք, կտեսնեք, որ այս 4-րդ կետի հիմնավորումները շատ կարճ են, ընդհանրական են, այդպես ինչ-որ հղումներ չկա, ի տարբերություն մնացած բոլոր կետերում, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրում են։ Ընդ որում, երբ որ մենք դիտարկում ենք 4-րդ կետը, ինքնին ՀԾԿՀ-ն 4-3 հիմքեր իրարից անկախ դրել։ Ասել է այ միացումների ժամանակների հետ կապված եք սխալ տեղեկատվություն տվել, սխալ տեղեկատվություն եք տվել ներդրումային ծրագրերի մասին եւ երրորդ կետը սխալ տեղեկատվություն եք տվել անջատումների տևողությունների մասին։ Որ անջատվում է, ինչքան է անջատված եղել, այսինքն այդ uptime report-ի մասով, այդ SAID-ի կոչված այդ հաշվետվությունների մասին։ Եթե մենք նայենք որոշումը, ըստ էության միացումների ժամկետները հերկվում են, որովհետև դա նաև երրորդ կետով ինքնին հերկվում է, բայց եթե մենք նայում ենք ու հիմնական վերլուծությունը գնում է ներդրումային ծրագրերին։ Մի հատ հանգամանքի վրա անդրադառնամ ու շատ հակիրճ երաշխավորություններ ու հետո արդեն մնացածին ուրախ կլինեմ պատասխանեմ հարցերին։ Ուրեմն 21 թվականի վերանորոգման մասով եղել է մոնիտորինգ, որտեղ ասել են ներկը թափվել է։ Ուշադրություն, 21 թվականի վերանորոգման աշխատանքները են եղել, վերանորոգման շինարարության ասել են ներկը թափվել է։ Մոնիտորինգ ա եղել։ Մոնիտորինգին չի մասնակցել համապատասխան հեծի կորպորատիվ մարմինների կողմից նշանակված անձը, կոպիտ ասած նախկին մենեջմենթի ներկայացուցիչը։ Մասնակցել է ժամանակավոր կառավարիչը, որ ըստ առարկություն չունեմ, ինչ գրել եք, ճիշտ է գրել, իմ կարծիքով լիցենզիայից պետք է զրկեք, նո, այդ իմ կարծիքովը չի ասել, գրել է առարկություններ չունեմ։ Երբ որ փորձում ենք հասկանանք, ու երբ որ մենք բացատրություններ ենք տալիս, ասում ենք, այս շենքը շահագործման հանձնված է, այս շենքը վերանորոգված է, ներկը թափվել է, կկանչենք այդ երաշխիքային ժամանակահատվածումը կներկեն։ Ընդ որում չգիտենք թափվել է, չի թափվել, որովհետև մենք տեսնում ենք այդ հաշվետվությունները։ Հիմա ասում են, այ տրանսֆորմատորային կայանը գրել եք շահագործմանը հանձնված, եկանք ստուգեցինք, տեսանք շահագործման հանձնված չի։ Ասում ենք, բայց շահագործման հանձնված է, հեսա շահագործման ակտը։ Ասում են, չէ, բայց այնտեղ տրանսֆորմատորներից մեկը միացրած չէր։ Միացրած չէր ինիկատի չուներ, եկը ծրած չէր, ամեն ինչ կա, ուղղակի հոսանքի միացրած չէ։ Ասում ենք, հա, միացրած կարա չլինի, որովհետև տրանսֆորմատորային կայաններում, ենթակայաններում կարա միշտ լինի 1 կամ 2 պաուստային կարողություն, որ ավելացնենք։ Ավելին, եթե մենք խոսում ենք նոր կառուցող թաղամասերի մասին, ակնհայտ է, որ այնտեղ կարողությունները շատ ավելի շատ են լինելու եւ միացվելու են աստիճանական։ Դա չի նշանակում, որ ինքը շահագործման չի հանձնվել։ Դա նշանակում է, որ շահագործման հանձնվել է եւ շահագործվում է ըստ անհրաժեշտության։ Նույնը վերաբերվում է անջատումների ժամանակահատվածին, այսինքն մենք ցույց տվեցինք ակնհայտ, ասում այ տեսեք 110-քանի հատ անջատում ունենք, ասում ենք, բայց այդ 110-քանիսի վերլուծությունը, առաջնային թեթև վերլուծությունը ցույց է տալիս, որ 40 դեպքի է վերաբերվում, ուղղակի նույն մարդը 2 անգամ է զանգել, որ զանգում ես ինչ-որ ժամանակ հետո լույսը չեն տալիս, նորից է զանգում։ Կա տվյալների համադրելիության խնդիր, որ երբ որ մի հատ ենթակայանը անջատված է, բայց այդ բնակարանին կամ շենքին ուրիշ տեղից հոսանք ենք տալիս, ավտոմատ համակարգը շարունակում է հաշվել, որ անջատված է, բայց արդեն դու գիտես, որ ուրիշ տեղից տվել ես եւ համապատասխան հաշվետվությունը շտկվում է։ Ամեն դեպքում այս մի կետն է, որը մեծ պատճառաբանություններ չունի եւ դատարանը ամեն դեպքում գտել է, որ մոնիտորինգների արդյունքներով այևս խախտումները հիմք են հանդիսացել ձեռքելու եւ մյուս կետը վերաբերվում է երաշխավորություններին։ Սա ամենաերկար քննարկված չարչարված թեմաներից մեկն է կրկին հանձնաժողովում էլ դատարանում էլ, որովհետեւ առաջինը օրենքը չի արգելում երաշխավորություն տալ։ Ընդհանրապես օրենքը շատ պարզ ասում է, որ արգելվում է օտարել, այլ կերպ փոխանցել, ոչ թե փոխանցելու ռիսկ ստեղծել, ոչ թե ռիսկի տակ դնել, ոչ թե հնարավորություն փոխանցել եւ գրավատնել։
Հիմա օրենքի մեկնաբանությունը ՀԾԿ-հն դատարանը ոնց որ այդ մեկնաբանությունն աստեղ վերարտադրել, ոնց որ տենց ասում է դե պետք է խորքային իմաստային փորձենք նայենք, իմաստային էլ հարցը չի լուծվում, որովհետև շատ բարձ նշել ենք, որ այդ երաշխավորությունները, հələ կանդրադառնամ ապացույցներին, տեսականորեն ընդունենք ինչ որ գրել եք կա, ամենաշատ բեռը միաժամանակ տրված 20 քանի միլիարդ դրամ էր։ 40 քանի միլիոն 50 չէր հասնում, 40 քանի միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ ընկերությունը ուներ 75 միլիարդից ավել չբաշխված ճահուտ։ Այսինքն իր փողն է կարար հաներ, այդ փողը ծախսեր։ 75 միլիարդից ավել չբաշխված ճահուտ։ Այսինքն ակնհայտ է, որ ոչ մի ձևով ռիսկի տակ չէր դրվում հեցի հիմնական գործունեության համար անհրաժեշտ գույքը։ Սա ուղղակի ամենապարզ արգումենտն է բերում, բայց երբ որ գնում ենք ապացույցների դաշտ, պարզ է դառնում, որ այդ երաշխավորությունները թույլատրելի ապացույցներով չեն ապացուցվում նաև, որովհետև օրինակ բերել են մի քանի երաշխավորություն, բանկից են խնդրել, բանկը նաև գրություն էր գրել, որ այս երաշխավորությունները այդպես էլ չեն ուժի մեջ չեն մտել, չեն կնքվել, որովհետև կորպորատիվ համաձայնությունները չեն եղել։ Մի հատ վարկային պայմանագիր չտեսանք, ու երաշխավորությունը, որ պատկերացնեք, դա ինչ որ մեկի պարտավորությունը ապահովելու համար է։ Եթե դուք գնաք բանկում կնքեք երաշխավորության պայմանագիր, abstract, գնաք ստորագրեք, ասեք ես երաշխավորում եմ ինչ-որ բան։ Բայց այդ ինչ-որ մեկը վարկը չվերցնի, ձեր երաշխավորությունը ոչ մի բան է։ Մի հատ վարկային պայմանագիր չկար։ Չկար որևէ ապացույց, որը ցույց կտար, որ այդ երաշխավորությունները ընդհանրապես կնքվել են։ Այսինքն սա կրկնում եմ, ապացուցողական դաշտում կրկին լրջագույն խնդիր է, որովհետև ցենց abstract գրվում է։ Եվ ամենավերջին կարևոր խնդիրը երաշխավորությունների հետ կապված, եթե մնացած բոլոր կետերը հանձնաժողովը ինչ որ ձև կապում էր տկեն հաղորդման հետ, ասում էր այստեղ գրել են հավելագրում, այստեղ գրել են սխալ տեղեկատվություն, այստեղ գրել են ուշ միացում։ Երաշխավորությունները որևէ կերպ կապ չուներ տկեն հաղորդման հետ, եւ եթե դա խնդիր էր, դա պետք է առանձին վարույթ հարուցվեր ոչ թե նախագահի կողմից, այլ հանձնաժողովի կողմից եւ քնվեր սովորական ընթացակարգով ընկերությունը կկարողանար այդտեղ ներկայացնել համապատասխան տեղեկատվությունը։ Շատ հակիրճ ներկայացրեցի հանձնաժողովը ինչքան է 2 օրեջի համարյա համառոտագիրը ձեզ տրված է ամեն կետով այն եզրափակիչ մասերը, տեքստի մեջ որտեղ դատավորը գրել է bold, շեղատար օրիգինալ տեքստն է։ Այսքանով ներկայացրեցի դատական ակտը, խնդրեմ Սիրելի գործընկերներ, ինչպես